Ես չգիտեմ Տեր Մանուկը գկա, Պողոսը գկա, Մարտիրոսը գկա, բայց մենք Տեր Արամը թոմնա մեր գյուղում։ Խոսալա ձև գիտի, հասկանում ես ամեն աղոտքը, թեկուզ իրանց լեզվով ասի, թեկուզ մեր լեզվով ասի։ Այս կանայք, որ տարիներ շարունակ Օհանավանի եկեղեցու մոտ սուջուխ, մեղրու միրգ են վաճառում, զայրացած են, լսել են, որ գյուղի քահանային Տեր Արամին փոխարինող է նշանակել, սպառնում են եկեղեցի ոտք չդնել, եթե սիրելի Սուրբ Հոր փոխարեն մեկ ուրիշը գյուղ մտնի։ Ոչ, կտրական ոչ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Հովանավանքում հոգևոր ծառայության է նշանակել նաև Տեր Մանուկ Զեյնալյանին, որ հոգևոր եղբոր հետ համատեղ ծառայեն։ Մինչ այդ էլ Տեր Մանուկն այստեղ փոխարինում էր ուրիշ քահանայի։ Տիկին Թամարը հուսահատված է, եթե Տեր Արամը չլինի, թոռան պսակադրությունը ոչ մեկին չի վստահի։ Հիմա ես ամուսնացնելու թոռ ունեմ։ Ես մտադրվել էի, որ Տեր Արամը պետք է անցկացնի տարարողությունը։ Կտանեմ իր ատունը, թող օշնի մեր երեխին, բայց եթե եկեղեցին Տեր Արամը չի չեմ բերի։ Նորանշանակ քահանայի մասին Անուշ Միսակյանն էլ ոչինչ չի լսել, նրան չի ճանաչում, բայց չի ուզում, որ Օհանավանի հոգևոր հովվին փոխեն։ Ինչքան մտել եմ բանկ, սիրալիր, բացատրել է ամեն կողմից, թե ինչ կարելի է ասել, ասենք բանկի վերաբերյալ կամ մեր նկատմամբ բարև բարլուս, շնորհքով հիացած ենք մնացել, չգիտեմ։ Եկեղեցու մոտ հանդիպմանը Տեր Արամն ու մեծ թվով ոստիկաներ են եղել։ Տեր Մանուկը ենթադրում է ոստիկաներին եկեղեցի է կանչել Տեր Արամը, որ մինչև նրան ժամանելը իրեն սպառնացել է դուրս վռնդել եկեղեցուց։ Դու այս եկեղեցու դեմ ում ես կանչել, որ գան։ Ախր դրանք էլ մեր զավակներն են։ Դրանք տխրության ու ուրախության ընկերներն ենք մենք հոգևորականներս։ Այդ մարդկանց բերել ես, որ ինչ ինձ դրսից ներսից դուրս վռնդեն, Տեր Հայրն էր ասում, իրանք որ եկան ստեղից քեզ ժամանակ եմ տալիս, 3 ժամ, բառացի էսպես ասեց, 3 ժամ քեզ ժամանակ եմ տալիս, եթե դու չգնացիր, քեզ ստեղից դուրս կվռնդեն։ Ոստիկաների միջամտության անհրաժեշտություն չի եղել, Տեր Մանուկը հանգիստ զրուցել է մարդկանց հետ, բացատրել, որ ոչ մեկին փոխարինելու չի եկել, իրեն նշանակել է Արագածոտնի թեմի առաջնորդը, որ հոգևոր եղբոր Տեր Արամի հետ միասին ծառայեն։ Այդտեղ ավակ մարդիկ կային գյուղացիների մեջ, ովքեր որ ասացին, որ մենք չենք ուզում, որ Տեր Արամից բացի ուրիշ որևէ մեկը ծառայի, ավելորդ խժդժություն չհրահրելու համար, մանավանդ որ ուժայիններ եւ ոստիկանության զորքեր էին լծվել։ Ես իրենց ասացի, որ որևէ խնդիր չկա, այսինքն ես հիմա կհեռանամ այնտեղից։ Ընդվզող գյուղացիների կրքերը հաջողվել է հանդարտեցնել, վեճ չի եղել, ասում է Տեր Մանուկը, հեռացել է խաղաղ, վերջում էլ աղոթել նրանց համար, առաջարկել է հոգևոր եղբորն էլ, խռովության փոխարեն միասին գնան, փակվեն, աղոթեն միմյանց համար, բայց մերժել է։ Արի մի 3-4 օր իրար հետ գնանք Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, գիշերը մնանք այնտեղ։ Հայր շնորհքի մոտ, Երուսաղեմից եկած մեր Հայր շնորհքը այնտեղ է։ Ասել եմ եկեք գնանք, մնանք Հայր Սուրբի մոտ, ես քո համար կաղոթեմ, եղբայր, դու իմ համար կաղոթես։ Ես զգում եմ, որ դու հիմա շատ այլայլված ես, ներքին աշխարհդ խախտված է։ Տեր Արամ քահանա Ասատրյանը մի քանի տարի է, ինչ ծառայում է Հովանավանքում, վերջին շրջանում է ակտիվացել, Մայրաթորի դեմ վարչապետ Փաշինյանի արշավին զուգահեռ սկսեց խոսել եկեղեցու արատավոր բարքերի մասին, զազրելի բարքերի դեմ պայքարող քահանան իսկապես սպառնացել է հոգևոր եղբորը վռնդել եկեղեցուց, եւ ինչից է անհանգիստ, նրանից ճշտել չհաջողվեց, նա եկեղեցում չէր, ոչ էլ մեր զանգերին արձագանքեց, ներեկեղեցական հարցերը հրապարակային քննադատած 3 քահանայի, այդ թվում Տեր Արամի հարցը քննարկվել է Մայրաթորի կարգապահական հանձնախմբում, 3-ն էլ նիստին չեն մասնակցել։ Տեր Մանուկն ասաց քահանայական ժողովում վեհափառը Տեր Արամի մասին ուղիղ է խոսել։ Հենց իր մասին է ասել, որ մենք բոլոր հնարավորությունները իրեն տալու ենք։ Եվ անկեղծ եմ ձեզ ասում, այնքան հարգանքով, այնքան բանով այդպես ոնց կարելի է այս սուտ տեղեկատվությունը ասես դարձնել բան, հերիք եղավ էլի ես մեր հասարակությունը արդեն կուշտ է այս սուտ, ստի վրա ստեղծված այս ամեն ինչին։ Տեր Մանուկը ենթադրում է, որտեղից է ուղղորդվում եկեղեցու մոտ ոստիկանական ուժեր հավաքած հոգևոր եղբայրը, չի ուզում նրան գնահատական տալ, իսկ Մայրաթորից լիահույս են, որ քահանահայրերը կվերադառնան կանոնական դաշտ ու կներկայանան Սուրբ Էջմիածին, հանդիպելու կարգապահական հանձնախմբի անդամների հետ։